ապրես։ Ուզում ես։ Ինչ եք ինձնից ուզում։ Անունդ ինչ է։ Մերի։ Մերի ջան։ Սխալմունք է տեղի ունեցել։ Մենք պետքա սենց բան չանեինք։ Ուրիշին պիտի բերեք իմ տեղը։ Չէ, դու ինձ ճիշտ չհասկացար։ Ոչ թե պետքա ուրիշի բերեին գալ։ Որ քեզ գողացել է ու բերել է, իմ ախպերն է։ Բայց իմ ախպերը տարօրինակ մարդ է, հասկանում ես, ինքը հիվանդ է։ Ինքը պետքա սենց բան չաներ։ Ու Չեմ հավատում։ Ինքը շատ լավ հասկանում էր ինչ էր անում։ Չէ, ինքը չի հասկացել, ինքը ուղեղի հետ պրոբլեմ ունի։ Ինքը իրոք պրոբլեմ ունի, հավատա ինձ։ Իմ հայրը կգտնի ձեզ ու կսպանի, հասկանում եք։ Դու գիտեք իմ հայրը ով է։ Գիտենք, որ դու Աշոտի աղջիկն ես։ Այդքանը գիտենք։ Գիտեք։ Ուրեմն առնվազն ապուշ եք։ Ես չէ, ախպերս առանց հասկանալու տենց բան է արել։ Էդ իմ մտահաղացումը չի։ Հասկանում ես։ Իմ հայրը ձեզ կսպանի, կսատկացնի ու հետո կսպանի։ Հա, բայց ես չեմ իմացել։ Լսի, բաց թող ինձ, հա։ Կթողնեմ, բաց կթողնեմ, Մերի ջան, բայց պետքա դու ինձ օգնես։ Հասկանում ես։ Օգնեմ։ Հա։ Դու պետքա ինձ օգնես, որ ես քեզ բաց թողնեմ։ Այսինքն, եթե հիմա ինձ չխանգարես, ես քեզ կբացատրեմ, դու կհասկանաս, թե ինչ է կատարվել ու կասեմ, թե ինչու մնակայանում նաև քո օգնելը։ Չէ, ես չեմ օգնելու ձեզ։ Չեմ օգնելու, որովհետև դուք պիտի պատասխան տաք սրա համար։ Լսի, թող խոսքս ավարտեմ։ Հասկացի։ Ես տեղյակ չեմ եղել։ Ախպերս մի քիչ խելապակաս է, առանց հասկանալու։ Այդ բանն արել է, ես չեմ իմացել, որ իր մտքին տենց բան կա, թե չէ չէի թողնի, հասկանում ես, չէի թողնի։ Ես չէի թողնի։ Այդ ամեն ինչը կգնաս հորս կպատմես։ Իսկ հիմա ինձ բաց թող։ Բաց կթողնեմ։ Բայց դու մի բան պետքա խոստանաս։ Պետքա խոստանաս, որ Աշոտը չի իմանա, թե քեզ ովքեր են առևանգել։ Պետքա չիմանա։ Հա, խոստանում եմ, ոչ բան չեմ ասի, մենակ ինձ բաց թող։ Խոստանում ես։ Հա։ Չես ասի։ Չէ։ Չհավատացի քեզ։ Լսի, դու ասեցիր, որ խոստանամ, չէ, ես էլ խոստացա, բաց թող ինձ։ Սխալ բան եմ մտածել։ Լսի, ես խոստանում եմ քեզ, պապայիս ոչ մի բան չեմ ասի, խնդրում եմ քեզ ինձ բաց թող։ Չեմ ասի ոչ մի բան։ Կամաց։ Լավ։ Ես մի բան կմտածեմ, եթե բերանդ բաց թողեմ կգոռաս, թե ձեն չես անի։ Դուք տականքներ եք։ Դու էլ, ախպերդ էլ տականքներ եք։ Հանգիստ։ Ջուր կխմես։ Չէ։ Սուս մնա, ես չեմ ուզում քո բերանը կապեմ։ Սուս մնա։
Եթե ձենդ լսեցի, կգամ, կկապեմ։ Ավելի լավ է չգոռաս։ Չեմ ուզում քեզ տանջեմ։ Բաց թողեք ինձ, բաց թողեք։ Չէ, Հայրս գտնելու է ու սպանելու է երկուսիդ էլ։ սուս մնա։ Այդ ես ասեցի, որ խելոք մնայր, չէի կապի։ Բայց ստիպում ես։ Ստիպում ես։ Մհերն իսկապես հայտնվել էր աննախանձելի իրավիճակում։ Նա քաջատեղյակ էր Աշոտի հնարավորություններին եւ վստահ էր, որ նրա դստեր առևանգումն անպատիժ չի մնա։ Մհերը փորձեց օգտագործել տարբերակներից մեկը, բայց միանգամից հասկացավ, որ վստահել Մերիի խոստմանը չի կարելի։ Այս տարբերակն իզուր էր եւ անօգուտ, այդ պատճառով էլ պետք էր այլ բան մտածել։ Բայց ինչը կարող էր օգնել Մհերին դուրս գալու անելանելի թվացող իրավիճակից։ Ապերեսուն ես հետում։ Ես գործով տեղ եմ գնում, մի քիչ հետո կգամ։ Բեղ ապեր, ու։ Հակոբի մոտ։ Մեր Հակոբի ապեր։ Հա։ Ինչ կա որ։ Զանգեց ասեց, որ հետս մի քիչ գործ ունի։ Գնամ տեղամ ինչ ասում, գալիս եմ։ Եղավ։ Ես էլ եմ գալի ապեր։ Չէ, նստի, դու նստի տունը։ Տնից դուրս չգաս։ Այն աղջկա մոտ էլ չմտնես։ Հասկացար ինձ։ Լավ ապեր։ Չէ, լուրջ եմ զգուշացնում։ Այդ աղջկա մոտ չմտնես։ Թե չէ գործը ավելի կբարդացնես։ Հա դե հասկացա, հո դեպիլ չեմ ախպեր։ Խանաբիրը կասես սկերացի, համոն բարևում ապեր։ Չէ, ստավա չեք նա։ Արա դու ինձ լավ չես հասկանում, ես քեզ որ ասում հավաքի բոլորին, նշանակում է հավաքի բոլորին։ Երկար առաջ խոսես, քեզ 20 րոպե ժամանակ, 20 րոպե հետո ես նորություններ իմանամ։ Դա սպասի, երկրորդ զանգ եմ մտել ես, հետո խոսեմ քեզ հետ։ Զգուչքան ինչ է զանգել։ Հա, լսում եմ։ Մհերն Աշոտ։ Հա, հասկացա որ դու ես։ Ես քեզ չասի մեկը գործ չունենաս։ Աշոտ ուրիշ բանի համար եմ զանգել։ Ինչի համար ուզում ես զանգած եղիր։ Ես քո հետ գործ չունեմ, ես քո ժամանակը չունեմ։ Աշոտ, ես աղջկա համար եմ զանգել։ Ինչ հելմանորս կրկնի, ինչ համար ես զանգել։ Հա, ես գիտեմ, թե որտեղ է աղջիկդ, գիտեմ։ Ոսե գիտես։ Որտեղ է։ Լսի Աշոտ, ես երկար պատմություն է։ Դու պետք է լսես ու հասկանաս ինձ։ Արա աղջիկս որտեղ է։ Ինչ գիտես աղջկաս մասին։ Չեմ ասի, մինչև չլսես ինձ։ Լավ, ասա, լսում եմ։ Ալո։ Հա, դες ասա։ Ովքեր են։ Բա ինչ թեմա է։ Սխալ են եղել։ Բա պարջ եք ապեր։ Ապեր արխային դուխով գնացեք ծեցեք ախպեր։ Հա։
Ասեք համում կուրսի է։ Լավ ազես տաննեմ։ Ապետ մեր երեխի ասես չմտնես։ Այսօր դեբիլ չեմ աղբեր, գյոզալ կոկոնան դե նստած ես դե նստեմ մենակ։ Ոչ չմտնեմ։ Հետի խանդում դեր համար է տենց բաներ ասում, գիտես։ Լավ է, գնա մենակ տխուրա։ Իմ պայմանն է սա Աշոտ։ Եթե դու ուզում ես աղջկատ ողջ առողջ տենաս, ուրեմն պետքա գաս իմ ասած տեղը ու պետքա մենակ գաս։ Համաձայն ես։ Հա, մայր համաձայն եմ։ Դե ուրեմն պայմանավորվեցինք։ Լսի, եթե հանկարծ մենակ չեկար, այդ դեպքում ինձանից չնեղանաս։ Չէ, մայր, ես հաստատ մենակ կգամ խոստանում եմ։ Դե արի, սպասում եմ։ Հա, մի բան էլ ես ասեմ։ Ասա։ Մայր, եթե հանկարծ աղբերդ, աղջկաս մատով կպելը, երկուսի դեռ սատկացնեմ տեուն տեղ, հասկացար ինձ։ Խնդիր չկա։ Դե ուրեմն սպասի, ես 5 րոպե ստե կլինեմ։ Մհերը կարծես գտավ ելքը։ Հեռախոսազրույցի ընթացքում նա պատմեց եղելությունն այնպես, ինչպես իրականում կատարվել էր, եւ կարողացավ համոզել Աշոտին, որ ինքը տեղյակ չի եղել եղբոր մտադրության մասին։ Աշոտն էլ իր հերթին չխախտեց խոստումն ու շտապեց Մհերի տուն առանց որևէ մեկին տեղեկացնելու։ Կյանքս, ոնց ես, կարոտել ես ինձ, մենակ չես մեղվով, դե խոսա, դե ոնց խոսաս է, բելը մի րոպե, մի ուրոքից սավոտ տողնեմ, ես հո չեմ եկել կեզ ուտեմ, Սիրոն ճան, ոնց ես անուշս, Համոն եկելա քո մոտ ծավդ տանեմ, որ մենակ չմնաս, ես այդ տղեն եմ, որ կեզ մենակ թողեմ։ Մի րոպե ծավդ տանեմ, ինչ ես խառնվելու յար։ Դե, դարած շարվա հանելու ոնց անեմ։ Այլեցի կեզի չեմ ասում է, ինչ ակաճար ես տեղած սրանից հետո, էլ ես կյանքում ոչ մեկ համոյն չի ակաճարել, հասկացար իմա, դելը ոտը կաշերա, ոտը կաշերա։ Համո, հերու գնա, ինչ ես անմարա, հերու գնա։ Ապե ինչ ես եկել գողգրում վրեց, ապը վայլում եմ, ինչ եմ անում։ Դու գշվել ես արա, ինչ վայլ է, ես կոմարի։ Ապե գնա, դուրս արի աղբեր։ Ես կոմարի աղբեր։ Ապե դուրս արի, ասում եմ արա կխպեմ արել, ասում ես։ Արե մի խան կարեք ինձ արը։ Լսի դու գշվել ես, որ դու հիմար չես։ Սերը մի ով է աղբեր։ Ես կոմարի ասեմ չկպնես այդ աղջկանը։ Ապեր ինչ կուզեք կանեմ, նախանցում ես, հա լավ եմ անում կպնում եմ, ուզում եմ կպնում։ Հերու գնա ասում եմ։ Օրա դու Հերու գնա։ ինչ ես ուզում ինձանից։ Լսի, դեմդ աղբեր է կանգնացել, դալագով չես խփելու։ Արա խփելու եմ, ճաշտի համար սաղին է խփելու եմ, աղբեր ինչ ես ուզում ինձանից։ Կարվալով ես անում, արա դուրս բանար ես, դուրս արես տեղ։ Լսի, Ինչ է։ դու հասկանում ես, որ Աշոտի աղջիկն է, եթե մեզ բռնեց կսատկացնի, չի ներ, յարա։ Այդ զզվացեք քո Աշոտով, կացուն եմ Աշոտի վրա էլ հնարավորությունների վրա էլ։ Ինչ Աշոտի աղջիկն է պետք է եղավ ապե։ Լսի, հանգստացիր է, չկպնես այդ աղջկանը։ Չես խփի, հանգիստ։ Ինչ ասը, դուրս արի ստեից ասեցի։ Հանգստացի։ Դուրս արի ա։ Ասում հանգստացի, խելոք, հանգստացի։ Չես մտածում, հա որ կարող խփեմ։ Չէ, Խփում եմ ասում։ աղբերը տեն։ Ապե իրեքն եմ հաշում, չէ, ես խփում եմ, ապե տղավար եմ ասում, համոն գիտես, ասում անում ա։ Հələ լսի, հանգստացի, հավատում եմ։ Հա? Դե դուրս արի, մեկ ապե։ Եվ պետք չի որ Երկու ապե։ Լսի, պետք չի որ այդ աղջկան կպնես դու։ Իրեք ապե։ Ախ։
Մհեր։ Ապեր ինչի լավ։ Ама, ստապորություն զանգի, Լավ չես ապեր։ ամո զանգի, ստապորություն զանգի արա, Վեր բաց ապեր։ արա գնա զանգի, Ապեր վեր կաց։ ստապորություն Ապեր զանգի, արի օլալի։ Արի ապեր։ Ապեր։ Մոստի ապեր։ Հա ոնց ես ապեր։ ստապորություն զանգի, զանգի շուտ արա, Մհեր, ամեն ինչ այդքան լուրջ է ապեր։ ամա ստապորություն զանգի, շուտ արա, Մհեր ջան, բայց ես չեմ կարա շտապ օգնություն զանգեմ։ Դրանք ուրկան իսկը փակ են ապեր։ զանգի կեզ ասում, Չեմ կարա ապեր ներող։
Մհերը մահացավ, իսկ Աշոտի կյանքը հաջողվեց փրկել։ Համլետը կարողացավ թաքնվել ոստիկանությունից, բայց դա երկար չտևեց։ 3 օր անց եղբայրասպանն արդեն ոստիկանական բաժնում էր։ Համլետին սպառնում էր երկարաժամկետ ազատազրկում, սակայն դատաբժշկական հետաքննության արդյունքներից պարզ դարձավ, որ վերջինս ծայրաստիճան հոգեկան հիվանդ է։ Համլետը տեղափոխվեց հոգեբուժարան եւ ընդամենը 1 ամիս անց մահացավ, քանի որ փախչելու նպատակով ցատկել էր բարձրահարկ շենքի տանիքից։ Այս կործանարար միջադեպը երկար տարիներ հանգիստ չէր տալիս թե Աշոտին եւ թե Մերիին։ Պատճառը վախն էր, սարսափելի վախը, որի հետևանքներից մեկը կարող էր լինել նաեւ Աշոտի մահը։